90-ականների Հայաստան, շրջափակում էներգետիկ ու պարենային ճգնաժամ։ Ասում են այդ տարիներին Հայաստանը մի քանի դրամ արժեցող Սևանի սիգը փրկեց։ Լիճը հիմա էլ կենսական նշանակություն ունի Հայաստանի համար։ Ափին հանգստանում ենք, ձուկը ուտում, ջուրը խմում եւ դաշտ ոռոգում։ Սևանի կենդանական աշխարհը նրա շնչառությունն է, զարկերակը։ Իսկ ինչպես են ազդում մեր քայլերը այդ զարկերակի աշխատանքի վրա։ Հիմա Սևանում 8 տեսակի ձուկ կա։ Գլխավոր էնդեմիկ տեսակը իշխանն է, որ նախկինում 4 ենթատեսակ ուներ։ Տարիների ընթացքում որսագողության, լիճ արտանետումների եւ ծաղկման պատճառով հիմա դրանցից 2-ն են մնացել։ Ձմեռային իշխանի այս առանձնյակը, որը Սևանալճում այս պայդրությամբ ենթադրում ենք, որ իսպառ ոչնչացած է, մոտավորապես ինքը մեծ չափերի է հասել 22 կիլոգրամ անգամ, որ գրականական տվյալներ ենք նայում, եւ լճի հիմնական արդյունագործական, այսպես ասած, իշխանի պաշարը ապահովել է հենց ձմեռային իշխանը։ Տիգրանը 10 տարուց ավելի է ջանում է Սևանի վերացող ձկնատեսակներին փրկել։ Գավառում է մեծացել, ասում է Սևանը իր աջ ձեռքի պես լավ է ճանաչում, խնդիրները անգիր գիտի։ Գեղարքունի իշխան է, բայց Գեղարքունի իշխանը ունեցել է նաև ալֆա ձև, այսինքն այդքան շատ այն ժամանակ գենետիկ ուսումնասիրություններ չեն իրականացել, որպեսզի այդ ամեն ինչը այսպես գիտական շատ պարզ լինի, բայց գրականական տվյալները, որը մեզ է հասել, ունեցել է մի ձև, որը ավելի մեծ է եղել չափերով ու հասել է մինչև ըստ այդ տեղեկատվության մինչև 26-27 կիլոգրամ չափերի։ Իշխանի ձմեռային ու ալֆա տեսակների ոչնչացումը լճում նաև կողակի քիչ լինելը ձկնաբանը միայն աղտոտման հետ չի կապում։ Ըստ Տիգրանի Սևանը երկար հետազոտում են, բայց չեն բուժում։ Լճի մակարդակի իջեցման ժամանակահատվածում տեղի է ունեցել այն լճում ձվադրող տեսակների, այսպես ասած, փուլային ոչնչացում, այսինքն էկոհամակարգում, երբ որ ցամաքել է ինչ-որ տարածություն լճի ափամերձ հատվածներում, որը համընկրել է այս երկու տեսակների ձմեռային եւ բոջակի վերարտադրության համար, այս ձկնատեսակը արդեն նրանից հետո տարեցտարի սկսել է նվազել։ Հիվանդ մարդը, երբ որ դիմում է բժշկին, չէ, սկզբից հետազոտում եւ այսպես ասած հասկանում են, թե ինչ խնդիր ունի մարդը, չէ։ Հիմա անընդհատ որ հետազոտեն այս մարդը կբուժվի, չի բուժվի, որովհետև մարդուն անընդհատ հետազոտելով հնարավոր չի բուժել, ուղղակի անընդհատ հետազոտում ես այդ մարդուն։ Հիմա նույնը Սևանալիճն է, անընդհատ հետազոտել Սևանալիճը, մշտապես ասել օրգանական նյութն է ավելանում։ Միասին ուղևորվենք դեպի գյուղ Կարճախբյուր, տեսնելու թե ինչ փուլերով է անցնում ձկնկիթը, մինչև դառնում է շերեփուկ եւ հայտնվում Սևանի ջրերում։ Որպեսզի լիճը շնչի, առաջին հերթին պետք է շնչեն նրա երակները, գետերը, չէ՞ որ Սևան 28 գետ է լցվում։ Այս փոքր ու նեղ արվակը մի ժամանակ արագահոս գետ է եղել։ Կարճախբյուրն է։ Այստեղ է գալիս թափում մոտակայքի Զորամասի ամբողջ կոյուղին։ Այստեղ ձվադրում են Սևանի, Գեղարքունի ամառային տեսակի իշխանները, ինչպես նաև կողակը։ Գետը արդեն մի քանի տարի է այս վիճակում է, իսկ վերականգնման ծրագրերը մնում են թղթին։ Այս տարի շրջակա միջավայրի նախարարությունը Սևանի իշխանի հետ կողակի վերարտադրության ծրագիր է սկսել։ Լճի սանիտարը կողակը սնվում է ջրի հատակին նստած մեռած բուսական ու կենդանական մնացորդներով։ 1 կիլոգրամ քաշ է հավաքում ջրից միջինը 16 կիլոգրամ դետրիտ, փտած օրգանիզմներ ուտելով։ Ցանցավանդակային տնտեսության սկսում է 50 գրամանոց, շուրջ 50-ից 100 գրամանոց մանրաձկան բերելով մանրաձկան արտադրության գործարանից, այստեղ աճեցնում ենք, հասցնում ենք մինչև մայրական կազմի շուրջ 3-4 տարի, որից հետո սեռասուն են դառնում, դրանցից ստանում ենք ձկնկիթը, բեղմնավորում եւ տեղափոխում ենք արդեն մանրաձկան արտադրության գործարան։ Որպես մայրական կազմ ընտրվում են ամենաառողջ ու կենսունակ ձկները։ 3 անգամ սերունդ են տալիս։ Ոչառույք ձկները վաճառվում են։ Ստացվում է առանց թափոնների արտադրություն։ Մենք մանրաձկան բացթողումը իրականացնում ենք արդեն մի քիչ ավելի մեծ չափերի ձկներով, օրինակի համար 5 գրամից եւ ավել ձկներ են որոշվել, որ բաց թողենք, քանի որ գետերի կենսապայմանները այդքան էլ բարեհաջող չեն, այս կենսափուլի համար ձկների բաց թողման, մենք բաց ենք թողում ուղիղ լիճ։ Ձկնաբանը շեշտում է, ջրի իջնելու դեպքում կարող են ձվադրման վայրերը ջրից դուրս մնալ, իսկ բարձրանալու դեպքում ափին եղած ծառերը ու շինություններն են ջրածածկ լինում, շատացնում ջրում օրգանական նյութերի քանակը։ Կողակները ծնվել են, բալուս, հա, աշտալ է, բայց ինչ է ուշանում։ Լավ, արեք մի հատ նայենք։
թրթուրներն են, այսինքն իրանք նոր են ծնվել, դեղնուցապարկով է, մոտ 7-8 օր, 10 օր դեղնուցապարկը իր այն ներքևի պարկը, իրան սնունդ է ապահովում, մինչև ինքը ձևավորում է ու կարողանում է արդեն լողալ, նոր դրանից հետո սկսում ենք կեր տալ իրան։ Եթե ուշադիր նայեք, աչքեր են, մեջը կտեսնեք ու շարժում են, եթե ուշադիր լինեք, շարժում են իրան։ Եղարկունի իշխան ունենք, հələ դեռ, այս մի խմբականակն է մնացել, որ պիտի տեղափոխենք։ Տեսեք, այս իր անուն ու ազգանունն է, որ երեխան ծնվում է, կպցնում են, այսի տենց է, այսինքն ինքը իր դրվելու օրն է, տեղադրվել է 05/05/2025 թվականին, այս բաց է թողնվելու Սևանա լիճ, այս էլ։ Մասնագետները ընդգծում են, տարիներ շարունակ միայն հետազոտելով Սևանը չի բուժվում։ Հստակ ռազմավարություն հետևողական քայլեր են պետք։ Չմոռանալով, որ ժողովրդին դժվար տարիների մեկ անգամ փրկած լիճը կարող է նորից փրկել, բայց նախ ինքը օգնության կարիք ունի։